Բարի օր, մենք մեդիա կենտրոնում ենք, այն նորաստեղծ հարթակ է, որի նպատակն է աջակցել լրատվամիջոցներին նախընտրական ողջ գործընթացում։ Մեդիա կենտրոնում կազմակերպվող մամուլասուլիսները, հարցազրույցները եւ քննարկումները ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում են mynews.am էլեկտրոնային կայքում, ինչպես նաեւ Amek+-ի կայքեջում։ Մեդիա կենտրոնը համակարգում է հանրային լրագրության ակումբը, բացահասարակության հիմնադրամներ Հայաստանի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության եւ Counterpart International Հայաստանի, Նիդերլանդների թագավորության դեսպանատան նստավայրը Թբիլիսի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ։ Այսօր մեր հյուրասրահում է Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Բագրատյան, հաշված ժամեր են մնացել քարոզարշավի ավարտին։ Ինչպես է գնահատում այսօր քարոզարշավի ընթացքը եւ ընդհանրապես երկրում տիրող իրավիճակը։ Արդյոք կա այն թեժություն, այն սպասումը, որ նախընտրական վիճակում պետք է որ լինի, պետք է նախորդի ընտրություններին։ Վերջի 3-4 օրը իսկապես թեժությունը հասել է իր ապոգեին։ Հետաքրքրությունը չափազանց մեծ է։ Նույնիսկ մարդիկ ասում են այսօր, որ ինչու արդեն մի 2 շաբաթ առաջ չէինք այսքան ակտիվություն ցուցաբերում եւ այլն, ինչ որտեղ փոշմանելու։ Բայց հիմա շատ բարձր ակտիվություն։ Պարոն Բագրատյան, այս ասում են, որ դուք զուտ տնտեսական տերմինոլոգիա եք օգտագործում եւ մարդիկ ձեզ չեն հասկանում։ Ասենք դասախոսը ինչպես է կողմնորոշում, հարցեր տալիս են ձեզ, ինչպես եք դուք շփվում մարդկանց հետ, դուք բավարարված եք նրանց ընկալումով եւ նրանց կողմից ինտերակտիվ շփումներով։ Ուրեմն միայն տնտեսագիտական տերմիններով չեն խոսում, կա նաեւ քաղաքական ծրագիր, արտաքին քաղաքական ծրագիր, կան հասկացած այս կոնկրետ բաներ այլ տեխնացուների մոտ խուսափել են ներկայացնել, այնպես որ միայն տնտեսականություն մարդիկ ինձ շատ լավ են հասկանում, գյուղացիները, հասարակ մարդիկ ընդհակառակը համարում են, որ տնտեսական այդ լեզուն բավականին պարզ է, չգիտեմ, այսքան ժամանակ մի հոգի կա, այն էլ կարծեմ տնտեսագիտության դոկտոր է, թե ինչ նա չի հասկացել այս ամեն ինչը։ Պարոն Բագրատյան, ձեր գլխավոր չի եղել մարդ, որ ասի բարդ է, չեմ հասկանում, չի եղել։ Եվ այնուամենայնիվ ձեր գլխավոր խաղակարտը այս ընտրություններում տնտեսագիտական վերլուծություններն են եւ ընդհանրապես տնտեսագիտության շուրջ, տնտեսության շուրջ զրույցները։ Իսկ ո՞րն է ձեր աքիլեսյան գարշապարը։ Ինչով են ձեզ ճնշում մեր համակարգացիները։ Մեր համակարգացիները չեն ճնշում։ Ճակերտավոր ասած ամենածանրը, որ ես հանդիպում եմ եւ ամենածանրագույն պրոբլեմը դա համատարած աղքատությունն է, աճող աղքատությունն է, օրեցօր հիմա աքիլեսյան գարշապարը հունվար ամսին 8401 հոգի մեկնած հայերն են, մեկ ամսը միայն արդեն տարին սկսվել է շատ վատ, անցյալ տարի այս նույն ամսը մեկնել էին 6700 դուրս եկնել, այդ լուծումներն են եւ երկիրը գտնվում է շատ բարդ վիճակում։ Եթե ծրագրերով խոսենք, ապա ես պետք է մի փոքր ավելացնեի երիտասարդությանը հատկացվող ուշադրությունը, ինչպես նաև մի փոքր երևի քիչ եմ խոսել մարտի 1-ի մասին, որը մենք պետք է անպայման լուծենք այդ խնդիրները։ Եվ ծրագրում էլ ներառված, չէ՞, այո։ Ծրագիրը կա հրապարակված մաս, կա նաև մեր կայքեջում տեղադրված այլ նյութեր, որոնք ծրագրային նյութեր են, այնտեղ դա կա։ Բայց պետք է ասել, որ հասարակության մեջ լուրջ պահանջ կա, որ այդ պատմությունը ով մեղավոր է մինչև վերջ պիտի պատժվի։ Միայն դա թե հոկտեմբերի 27-ը ևս։ Հոկտեմբերի 27-ը կա հասարակության մեջ պահանջ կա այդպիսի լուրջ պահանջ կա, հատկապես երիտասարդների շրջանում, ընդհանրապես մարդիկ կարողանան հասկանալ ինչ է տալու իրանց Հայաստանը հիմա եւ ինչ կտա 20 տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո, լուրջ խնդիրներ ունենք։ Գենդերային խնդիրներ կան երկրում, որ որին ծրագրում այդքան լավ չեն արտացոլված, պատկերացնում եք որոշ հաշվարկներից ցույց տվեցին, ոչ մի քաղաքապետ կին չունենք։ Մենք ունենք 10 քանի գյուղապետ կին, շուրջ 1000 համայնքից։ Մենք ընդհանրապես սարսափելի ասական, այսպես ասեմ, վիրավորական առումով չեմ ասում, բարձրապես այնտեղ դա ընդունված է, ոչ թե ես կրոնն եմ առամարում, մահմեդական վերաբերմունք ունենք դրան, հասկանում եք, ոչ քրիստոնյա
այս մի քանի բաները ինձ մոտ վրիպել էին, մենք լուրջ հաշմանդամների խնդիր ունենք, մեզ մոտ 180,000 հաշմանդամ կա, սա բնակչության 8%-ն է, 7%-ն է, խոսքով լուրջ խնդիրներ ունենք, որոնց մասին մոռացել ենք։ Դուք լրատվամիջոցներին ասել էիք, որ երկրի նախագահը չգիտի, թե որտեղ է ստվերը, թող ձեզ հարցնի, դուք ասեք։ Այսօր միգուցե գաղտնազերծենք այլ մեր լսարանին, հեռուստադիктողներին ասեք, մի քանի անուններ, այ որտեղ է թաքնված ստվերը այսօր Հայաստանում։ Օրինակ ստվերը թաքված է հանկարծությունաբերության արտահանման մեջ, ցույց է տրվում դրա փոքր մասը։ Օրինակ ստվերը թաքված է մոնոպոլիստ ներմուծողների մեջ, բոլորի մեջ։ Ցույց է տրվում ներմուծման մի մասը, մաքսազերծման մի մասը, մյուս մասը չի ներմուծվում։ Ստվերը թաքված է այսօր ավելի շատ առևտրի մեջ, 65%-ը արդեն խոշոր սուպերմարկետներում է, այդտեղ ավելի է ստվերը, քան թե փոքր խանութներում, լուրջ ստվեր կա այդտեղ։ Լուրջ, ձախ շրջանառություն կա։ Ստվերը թաքված է սուպերմարկետների ցանցի մեջ, որտեղ ասենք կաթը բերում են կամ մածունը 5 օրն անցել է, այնտեղ սարքում են, բերում են, խփում են վրան, թե իբր 3 թարմացված է դնում վաճառում են։ Արտոնակ հեռախոսաները Մեջտաբի համերը թոքն երդ գնանք ու տեղերը ստվերները ճիշտ տանք։ Պարոն Բագրատյան, եթե այնուամենայնիվ ձեր 100 քայլը բավարարի իշխանություններին եւ ընտրություններից հետո ձեզ առաջարկվի իրականացնել ձեր 100 քայլը, բայց ոչ թե նախագահի դերում բնականաբար, եթե իրենք ընտրվեն, այլ վարչապետի, դուք կընդունեք այդ առաջարկը։ Եվ ընդհանրապես կարծիք կա, որ դուք այսօր պայքարում եք ոչ թե նախագահի աթոռի համար, այլ վարչապետի պաշտոնի, որ կարողանաք իրականացնել ձեր ծրագրերը։ Վայ, Այդ ոնց է այդ կարծիքը ձևավորվել։ Հիմա գիտեք ինչ կա, դուք կարող եք ինձ նաև հարց տալ, չգիտեմ, կարող է մի օր կիեզեր թռչեք, կիեզը գնաց դարակ, ինչի՞ չէ, հետաքրքիր կլիներ մի անգամ ունենալ, բայց արդեն պարզ է, որ ինձ համար դա ուշ է, չէ։ Նորից եմ ասում, նյետ, ինչպեսի բան չկա, էլ ոնց ասում։ Լավ, այդ դեպքում երկրներից Դիանա ջան, շարունակեմ հարցը, եթե ոչ դուք, ապա ով է ձեր վարչապետը։ Դուք չունեք այսօր արդեն ձևավորված թիմ կամ ասում ես ծվերային կաբինետ ոչ վատ իմաստով։ Եթե ես նախագահ լինեի եւ կոնկրետ 100 քայլ ենք անում, եթե անխոս կատարում ենք 100 քայլը, կան մարդիկ, որ դա կատարեն իհարկե, տեսնում եմ, մի 3-4 հոգի տեսնում եմ։ Իհարկե պետք է պարլամենտական մեծամասնության հետ խորհրդակցել եւ ընդհանրապես բարձել այդ պարլամենտական մեծամասնությունը ուզում է աշխատել նախագահի հետ, թե չէ։ Եթե չեն ուզում, մենք ձեր պետք է գտնենք նաեւ շուտով կազմակերպելու ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման։ Կան մարդիկ, որ պատկերացնում եմ դա, Հայաստանում էլ կան այդպիսի մարդիկ, 2-3 հոգի ես տեսնում եմ, դրսից էլ կարող եմ հրավիրել շատ կան։ Իսկ այդ մարդիկ հնարավոր է որ լինեն ոչ ձեր թիմակիցները, այլ նույնիսկ այսօրվա, ասենք, մրցակիցների թիմերից լինեն նման մարդիկ։ Ինչու՞ չէ, եթե կան։ Կամ ասենք Տիգրան Սարգսյան։ Չէ։ Տիգրանը իմ կարծիքով կոնկրետ հարց եք տալիս։ Տիգրանը իմ կարծիքով չի կարողանում ապացուցել, որ բացի ֆինանսական ոլորտից ինքը տեսնում է նաև տնտեսության մյուս ոլորտները, ընդհանուր շահի մեջ է նաև։ Տիգրանը վարչապետ է աշխատում, կարծես թե բանկ է ոչ թե կառավարություն, հասկանում եք։ Մինչդեռ տնտեսության տարբեր ոլորտներ իրար հետ պայքարում են ավելի շատ շահ ստանալու համար, եւ երբ որ դու վարչապետ ես, դու պետք է միայն բանկերի մասին չմտածես։ Օրինակ, եթե դու շատ լավ ես մտածում բանկերի մասին, դա վնաս է գյուղացնելու։ Եթե ուզում ես շատ լավ մտածել գյուղացնելու մասին, պետք է վնասես փոքր բանկերը։ Այսինքն ես կարծում եմ, որ նրա մոտ այս տարիներին, չնայած բավականին երկար աշխատեց, չստացվեց այդպես բալանսը։ Չկարողացավ, իմ կարծիքով ասպիսի խնդիր նա ունի։ Մեկ ես սխալ եմ, հիմա էլ ճիշտը չի, որ հանձնավորված բաներ եմ ասում, բայց այնուամենայնիվ չեմ կարծում իմ դիտողությունը անտեղի է։ Պարոն Բագրատյան, տեսեք դուք ասում եք ինչու է առաջացել ձևավորվել այդ կարծիքը, որ ես չեմ ուզում նախագահ դառնալ, հա, ուզում եմ վարչապետ լինել։ Բայց դուք
նախագահի հայտ ներկայացրեցիք ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ, այսինքն դուք դեռ նախորդ հույսեր կային հասարակության մոտ եւ այդպիսի սպասում կար, որ պիտի առաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ձեր մասին ընդհանրապես խոսք չկար, բայց հետո դուք առաջադրվեցիք, այսինքն արդյոք պետք վստահ չեք, որ եթե ավելի շուտ սկսեիք, գուցե այսօր շատ ավելի մեծ բանակ կունենայիք ընտրողների եւ համակիրների։ Չէ, միանշանակ։ Մտադրություն կար այդ մասին հայտարարելու սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց մենք ես սպասեցի շատ քաղաքավարի, այնուամենայնիվ ինչ որոշում կընդունի Տեր-Պետրոսյանը։ Ոչ չեն կարող այնպես անել, գտնվելով միևնույն շարժման մեջ Տեր-Պետրոսյանն առաջադրվել եւ ես, այդպես չեն կարող լինի, վերջո։ Իսկ քննարկել եք իրար հետ։ Երկու անգամ հակի ֆրակցիան քննարկել են, երկու անգամ ես եղել եմ իր մոտ, աշխարհի ընթացքում ասել եմ, որ նման մտածություն կա։ Դա գաղտնի չի եղել ոչ ոքի համար։ Եվ ինչպես է ընդունվել։ Ես չեմ հարցել ինչպես ընդունեցիք։ Դե բայց խոսակցությունը եղել այս մասին, որ դեռ որոշում չկա վերջնականապես, մենք պետք է սպասենք, նաեւ ինձ հասկացնել է տվել, որ ես ի վերուստ գիտեի, որ նա առաջադրվելու շանսերը բարձր չեն։ Պարոն Բագրատյան, ՀԱԿ-ի հետ հարաբերությունները այսօր ապահարզանի իրավիճակում են հետագայում ինչ կարող է լինել, դա շատ է հետաքրքիր։ Շատ հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Որոշում են կայացել, որ ՀԱԿ-ը դառնա կուսակցություն, բայց պարզ է, որ կլինի ՀԱԿ կուսակցություն, որը կապ չունի ՀԱԿ դաշինքի հետ։ Արդեն այդ նույն ՀԱԿ դաշինքից ես հիմնադիր անդամ եմ ՀԱԿ-ի մի 5-6 հոգի ասում են մենք ՀԱԿ-ը կպահպանենք, հա։ Կարծում եմ ՀԱԿ կուսակցություն ստեղծման նախաձեռնողները պետք է մի քիչ փոխեն իրենց տակտիկան, որովհետև այդ դեպքում կստացվի հակասություն ՀԱԿ դաշինքի եւ ՀԱԿ կուսակցության միջեւ։ Առաջ չեմ կարող մասնել եւ ավելի մանրամասն բաներ ասել, քանի որ նման կարգի խոսակցությունները ու բանակցությունները կլինեն փետրվարի 18-ից հետո։ Իհարկե, նրանց իրավունքն է ստեղծել ՀԱԿ կուսակցություն, ես հարգում եմ այդ իրավունքը, դա իրենց գործն է, բայց այստեղ իսկապես խնդիր է ցակել ՀԱԿ դաշինքի հետ կապված։ Ոչ ոք չի հավակնում անվանմանը, անվանում ՀԱԿ արտահայտությունը Տեր-Պետրոսյանի բանն է, արված է, նա ինքը ինձ ասել է, որ նա միշտ սիրում էր, հատկապես սիրում էր հնդկական ազգային կոնգրեսը, Մահատմա Գանդի այդ բանը, եւ դրանից է վերցված, ինչպես նաեւ Հարավաֆրիկյան կոնգրեսը Մանդելայի, սա է ՀԱԿ-ի անվանման հիմքում բրենդը անվանումը իհարկե չասեմ հեղինակային իրավունք ֆիքսացիա անդրադառնանք իմաստին։ Այսինքն հեղինակություն են դրել 18 կուսակցությունների լիդերներ։ Հիմա իմաստին։ ՀԱԿ դաշինքը պահպանել իհարկե դժվար է, որովհետև այն երբ որ ասում ենք այս իշխանությունները պետք է կազմակերպել, բոլորն ասում են պատրաստ են կազմակերպելու, կոպիտ ասած բահերը եւ քլունգները վերցրած եկան կազմակերպելու, պատկերավոր եմ ասում բազմապես։ Հա։ Բայց հիմա պատկերացրեք ինչ որ ֆունդամենտ է փորվել, պետք է շենք կառուցել, իսկ մենք միայն բահով ու քլունգով աշխատել գիտենք, հասկանում եք, ժամանակը փոխվել է։ Այսպես ասած կազմակերպելը չստացվեց ամբողջովին, ճիրացվեց։ Բայց անպտուղ չի եղել, անպտուղ չի եղել, եթե չլիներ ՀԱԿ-ը, Հայաստանը հիմա տասնապատիկ խայտարակ վիճակում կլիներ։ Կամ էլ այսօր իշխանությունները ձև են անում ռեֆորմների, Տիգրան Սարգսյանը կմոռանար ռեֆորմերի բառը, եթե չլիներ ՀԱԿ-ի այդ Դամոկլյան սուրը, հասկանաք, Դամոկլյան սուրը։ Դժբախտաբար այդ ինչ որ բաներ անում են, բայց արդեն անում են իշխանությունները, ոչ թե նրանք, ովքեր այդ գաղափարների մի մասի հեղինակներն են։ Ու այդպես լինում է աշխարհում, այդպես լինում է։ Հիմա ուրիշ վիճակ է։ Ըստ էության ստացվեց, որ ՀԱԿ-ը իր գաղափարներով, մոտեցումներով, լուծման մեխանիզմներով, որոնց մի մասը ընդօրինակից իշխանությունները, ինչ որտեղ ամրապնդեց իշխանությանը։ Հասցրեց մեծ հարված, բայց ամրապնդեց իշխանությունը կարողացավ դրանից ուշքի գալ։ Այո, ինչ որտեղ կարողացավ գուցե չեկուն լինել, չգիտեմ։ Հիմա մենք մի քիչ այլ սիստեմայի կարիք ունենք, որովհետև խնդիրը իմ կարծիքով իշխանափոխության չի սպառված, ավելին, կարծում եմ, որ մենք կունենանք, եթե հանկարծ չհաջողվի փետրվարի 18-ին փոխել նախագահին, մենք չենք ունենա բարեհաջող 5 տարի, մենք հնարավոր է կորուսյալ 5 տարի ունենանք։ Ինչ է դատեք, այսքան գնալուց հետո, հունվար ամսի, մեկնում է,
8.500 մաս նախորդ տարվա հունվարի 6700-ի դիմաց։ Այսինքն մարդիկ նույնիսկ միամիտ չեն ապերում։ Գուցե նախագահ փոխվի, չէ՞։ Այդ միամիտն էլ չեն ապերում, թողում գնում։ Շատ վատ վիճակ, շատ վատ վիճակ։ Ես ուզում եմ դեպի հարց տալ, ինչ կանի Հրանտ Բագրատյանը ամսի 19-ին երկու դեպքերում, եթե նախագահ ընտրվի եւ եթե նախագահ չընտրվի, ձեր քայլերը խնդրում եմ։ Նախագահ ընտրվելուց շատ բարձր քայլեր է, դրանք պոզիտիվ, կոնստրուկտիվ քայլեր են։ Կոնկրետ կարո՞ղ։ Ամսի 19-ին չի լինի, որովհետեւ պետք է սպասենք, որ լինի ինագուրացիա հետո առաջերտին կզբաղվեն մաքսային առաջերտին։ Դեռ մինչև վարչապետ նշանակել, հա, դեռ մինչև վարչապետ նշանակել։ Երկրորդ քայլը կնի կառավարության ձևավորման խնդիրը եւ կսկսեն բանակցությունները, նախ կսկսեն բանակցությունը ազգային ժողովի մեծամասնության հետ, տեսնենք նրանք ինչ են մտածում։ Նոր մնացած 98։ Իսկ եթե չընտրվեք, ձեր ակտիվությունը ինչպես եք պատկերացնում։ Դե գիտեք, հիմա եթեներով ես չեմ խոսում, ասենք եթե հիմա ես ուզում եմ իմանալ դուք ամեն դեպքում մնալու եք քաղաքականություն։ Անպայման իհարկե զարգացնելու եմ։ Բոլոր դեպքերում իմես առաջադրումը կապված է նրանով, որ 100,000-ավոր մարդիկ լիբերալ են եւ մնան չեն կարող ասել, որ մեկը չկա, որ ձայն տան։ Ոչ ոք չի կարող ասել, չկա մեկը, որ կոնստրուկտիվ ծրագիր ունի, կարող է ու չեն կարող ձայն տալ։ Բայց պարոն Բագրատյան, նման մարդիկ այսօր ընտրության հնարավորություն ունեն։ Այդ մարդկանց քաղաքին 19-29 կախված ընտրության ելքից կասեմ, ինչ են կանում, ոնց են պատկերացնում։ Այն որ միանշանակ սկսվելու է շատ մեծ կուսակցական շինարարություն, ազատություն կուսակցության բազայի վրա, այն որ այդտեղ ունեն նաև եւս 3, 4, 5, 6 կուսակցության հայտ, գուցե դառնա 10 հայտ, գուցե պակասի, դա էլ կա։ Ես իմ առաջադրումով թույլ չտվեցի, որպեսզի լիբերալ դաշտը ջարդվեր։ Վերջին տարիներին Եվրոպայում, նաև մեզ ավելի մոտ Ռուսաստանում լիբերալ շարժումները կարծես սպառում են իրենց, կամ չեն արդարացնում, կամ մարդիկ արդեն ավելի դեպի սոցիալիստական ճանապարհ են վերցնում, եւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում տեսնում ենք։ Ինչով եք դա բացատրում, եւ արդյոք Հայաստանում հենց դրանով չի պայմանավորված լիբերալ կուսակցությունների պասիվությունը։ Դե նա տարբեր է, գիտեք, կախված է երկրի ցիկլից, այդ ընդհանուր միտում այդպեսի չկա։ Իտալիայում Մոնտին է պահպանողական լիբերալ։ Այո։ Ֆրանսիա լիբերալ ազատական կամ Սարկոզիին փոխանեց Հոլանդը, ճիշտ է։ Իսպանիայում իշխանության են լիբերալները Իսպանիայում։ Այսինքն ձեր ասածը մի քիչ յանաջանոց։ Անգլիայում կոնսերվատորներն են, այնտեղ լիբերալ շարժումը չի ընդունում, բայց կոնսերվատորներին կարելի համարել ավելի մոտ լիբերալներին, քան թե սոցիալիստներին։ Ընդհանրապես գաղափարախոսությունը, ոչ թե կուսակցական առումով, ասում Չէ, գաղափարախոսությունը աճում է։ Ասել եմ, որ աշխարհում 4 մոդել կա։ Ամենազարգացած նեսորային մոդելը, որը հիմնական խաղադրույք անում է մարդու անհատականության վրա։ Կա մոդել, երբ որ պետության դերի վրա են անում խաղադրույքը, կա մոդել, երբ որ կոլեկտիվների վրա են անում խաղադրույքը, եւ վերջապես կա մոդել մամեդական աշխարհում կրոնի վրա է անում։ Այսօր աշխարհում ամենահաջողվածը մարդու անհատականության վրա։ Այն հարցը, որ այսօրվա սոցիալիստները միտի սոցիալիստ չեն, դրանք ազատական մարդիկ են մեծ մասամբ։ Այսօրվա սոցիալիստները Ֆրանսիայի շատ ավելի ազատական են, քան թե Հայաստանի լիբերալները, սա պետք է հաշվի առնել։ Վերջին հաշվով եթե դες կոպիտ նայենք, շատ հաճախ մենք ասում ենք Ամերիկայում էլ դեմոկրատներն են, սոցիալիստները, բայց Կլինտոնը ոնց է։ Օբաման ինչ սոցիալիստ է։ Չէ։ Պետք է նայել, բանա տեղի ունենում։ Ուրիշ բան է տեղի ունենում ժամանակի քաղաքին աշխարհում մի հետաքրքիր միտք ասեմ։ Ուզում եք երկու հետաքրքիր միտք ասեմ։ ասեք։ Ես մեկն ասեմ, հետո մյուսը ասեմ։ Մի հետաքրքիր միտք ասեմ։ Էսի արդեն 19-րդ դարը չի, ձախեր ու աչեր։ Ձախերն ու աչերը հիմա իրար հերթագայում են։ Նույն ձախը կարող է աչ լինել հաջորդ տարի։ Կենտրոնացում, ոնց է հասարակություն առաջեթում։ Պոմպի պես կենտրոնում, ապա կենտրոնում, ապա կենտրոնում։ Հենց կենտրոնումը սոցիալիստների ժամանակ, ապա կենտրոնումը լիբերալների ժամանակ։ Այսինքն մենք պիտի շարժումը Հայաստանում ստացենք, այսինքն բարձրանում են։ Չի լինում այսպես բարձրանալ, հասկանում եք, այսինքն սպուտնիկի պես չեն բարձրանում։ Քաղաքական կյանքը այսպեսի ցիկլային դատամն 5-10 տարի մեկ այսինքն։ Սեղմել փոխազդեցությունների միջոցով, հա։ Հա, սեղմվելու հակառակը ինչ կլինի։ Ընդարձակում։ Սեղմվել, ընդարձակվել, սեղմել, սա է, ամբողջ իմաստը սա է զարգացման։ Մյուս հետաքրքիր բանը, հա, ծրագրումս մոռացել է սա։ Բարձրանում կանանց դերը։
Հիմա ես հիմա ինձ շատ ուրախ եմ զգում, որ այսպեսի երկու գեղեցիկ կանանց հետ նստած Մեզ համար էլ է հաճելի այդ ձեր միտքը։ Երևի նույնիսկ այսպեսի բան եմ մտածում, որ վերջի 100 տարում զուտ որպես ֆիզիոլոգիական էակ կանանց մոտ զարգացման տեմպերն ավելի բարձր են, քան թե տղամարդկանց։ Որպես տեսակել կինը սկսել արդարացնել, եթե մի 150 տարի առաջ կանայք տղամարդիկ սովորաբար ապրում էին ավելի երկար, քան կանայք, դուք գիտեք, որ հիմա այդ տարբերությունը մեծանում է, արդեն 15% միջինը տարբերություն կա։ Եվ շարունակում է աճել այս դիստանցիան։ Այսօր դուք բավականին կին ընտրող ձեռք բերեցիք իմ կարծիքով։ Բավանց։ Պարոն Բաղդասարյան։ Բայց բաներ ասում եմ նրա համար, որ գնանք քվեարկեք։ Մենք էլ ենք հասկանում։ Չէ, բայց ճիշտ եմ ասում։ Աշխարհում եթե 150 տարի առաջ իմ կարծիքով ֆիզիոլոգիական առումով կանայք մի քիչ ավելի հետ էին տղամարդկանցից ինտելեկտուալ զարգացման մակարդակով, հիմա խնդիր չունեն մրցակցելու։ Այսինքն ես սա եմ տեսնում, այսինքն կյանքում ամեն բան փոխվում է եւ ամեն բան չի այսօրվա մարդը 150 տարվա առաջվա մարդից տարբերվում է։ Իսկ ինչպես է համադրվում կներեք լիբերալիզմի գաղափարախոսությունը սոցիալական արդարության հետ։ Այ ես մի քիչ դա հետաքրքիր է։ Ստացվում է, որ ամեն արդարը լիբերալն է։ Ստացվում սոցիալապես ամեն արդարը։ Օրինակ, երբ Բագրատյանն ասում է, անկերներ, ավելի շատ տեղ տվեք փոքրին, զարգացեք փոքրը եւ ընդհանրապես մեզ ձեզ խոշոր բիզնեսմենները, խոշոր սուպերմարկետները քիչ օգուտ են տալիս երկրի տնտեսության հեռանկարային առումով, չնայած դեռ 5 տարի առաջ գուցե թվար թե այդպես չի։ Առաջին սթարը որ բացվում էր, մենք ասում ենք ավելի ժան է շատ ապրանքայից հիմա հասկանում ենք ուր ենք ընկել, հա։ Ստացվում է սոցիալական արդարությունը այդտեղ է։ Այսինքն ավելի լավ է գա լիբերալը եւ մարդկանց խոստանա ինքնազբաղվածություն, քան թե մենք տրադիցիոն կարգով նրա համար ստեղծենք աշխատատեղ։ Ստեղծենք 2 տարի հետո չի լինի աշխատատեղ, չի աշխատի։ Եվ այս տեսակետից հիմա պետությունների դերը մի փոքր այլ ձև է նայում։ Երկրներն այնքան են հաստատել, որ ամենալավ սոցիալական արդարությունը ստացվում է հենց լիբերալների օրոք։ Բայց տեսանք ինչ եղավ, տնտեսությունը լիբերալացվեց մեր 90-ների սկզբնական թվերին եւ ինչ տեսանք հիմա ինչ ունենք օլիգարխատ։ Եկավ Ռոբերտ Քոչարյանը, ասաց ես էլ լիբերալ չեմ, ես պետական կապիտալիզմի ներկայացուցիչ եմ։ Զարգացանք։ Ունենք հնայի, ունեցել ենք տարի հնայի աճ 12% ու ժողովուրդը շարունակում է գնալ այս երկրից։ Այսինքն, եթե մենք կարողանում ենք քննական վերլուծության ենթարկել Հայաստանի էվոլյուցիան, ինստիտուտների էվոլյուցիան վերջի 25 տարում, լավագույն շրջանը 91-96 թվականին են գնում բոլոր դեպքերում։ Տվինք հող գյուղացին ավելի լավ քրվեց, քան թե անհող ադրբեջանցին։ Բայց գիտեք, այն ժամանակ տալու բան կար։ Տվինք փոքր ձեռնարկությունները խանութները տվին ժողովրդին, տնտեսությունը սկսեց աճման միտումներ դրսևորել 94-95 թվականներին։ Այո, մի պահ հայտնվեց մի սերունդ, որը կանգնեց կոտրված տաշտակի առաջ։ Դժբախտաբար փոփոխությունները հեղափոխական էին, ոչ թե էվոլյուցիոն։ Հեղափոխական փոփոխությունները միշտ բերում են ինչ-որ զոհի։ Դժբախտաբար։ Պարոն Բաղդասարյան, դուք ժառանգություն եք ստացել Սովետական միությունից Ժառանգությունը ես հետ կապ չունեմ ժառանգությունը։ Բավականին լավ տնտեսություն եք ստացել ժառանգություն եւ ունեիք տալու բան, հա ունեիք հող տալու գյուղացուն։ Հետո գյուղացին սկսեց մշակել այդ հողը եւ հասկացավ, որ ի վիճակի չէ այլևս։ Հիմա վիճակի որովհետեւ պետք է շարունակել։ Պետք է թույլ տալ, որ նա իր մթերքը վերամշակել ոնց որ աշխարհում է, որ միայն գյուղմթերք վաճառելը ոչ մի գյուղացի չի կարող բավականաչափ միջոցներ վաստակել։ 96 թվականին Բագրատյանը գնաց այս ամեն ինչ փակվեց, խաչացվեց։ Եկավ հետագայում 97-98 եկավ Քոչարյանը իր պետական կապիտալիզմի գաղափարով, կարգավորված, կառավարվող պետության գաղափարով։ Ինչ արեց։ Գիգանտերին առաջ մղեց, խոշոր շինարարություն եւ այլն պրոյեկտներ, սովորական ավանդական բաներ են, մոտեցումներ, որոնք վերցնում են ռուսներից։ Առանց հաշվառման ու դա մեծ երկիր է։ Հիմա ես ասեմ։ Իսկ դուք գիտեք, որ խոշոր Ռուսաստանում տնտեսական անկումը, իսկ Հայաստանում տնտեսական անկումը դադարեց 93-ին, Ռուսաստանում 97-ին, ի վերջո եղել է այնքան, ինչքան Հայաստանում, եւ դրանց այս խոշոր արտադրությունները սովետական գիգանտ չեն աշխատում։ Ի վերջո, եթե խորհրդային միությունը պահպանվեց չկայքայվեր, դուք գիտեք այս գործանեն աշխատելու։ Այս process-ները սկսվեցին ոչ թե մեզանից մեր լիբերալ ռևոլյուցիոն, սկսեցին հենց թեկուզ 89 թվականի ապրիլի 3-ի ռիսկովի որոշմամբ ազատականացնել առևտուրը։ Եվ որ ազատականացին առևտուրը, հասկացան, որ ֆոտոն, գորիզոնտ կամ տաուրաս հեռուստացույցները հնարավոր չի վաճառել։ Իմաստ չունի։ Հասկանում եք, որ միջազգային այսօր ասել, այսօր խորը միտք են ասել, հա, չասեմ լիբերալության մենակատակարին, որ միջազգային տեխնիկա, տեխնոլոգիայի զարգացման մեջ ինտեգրացիան, տեխնոլոգիական ինտեգրացիան
ավելի մեծ է, քան թե աշխատանքի բաժանումը, որ վերջի 300 տարում տիրում էր արդյունաբերության մեջ։ Այս կոմպյուտերը ինտեգրացիա հիանալի օրինակ է։ Նրա մեջ կա ամեն ինչ, եւ ինքը ինտեգրացիոն product է։ Այս կոմպյուտերն դարաշրջանում չէր կարող մի պետություն, որը կենտրոնացված կառուցվել էր աշխատանքի բաժանման վրա, ճյուղեր, ձեռնարկություններ, կոոպերացիոն մատակարարումներ եւ այլն, գոյատևել։ Եվ դրա համար էլ իդեպ Դիանա ջան, քայքայվեց խորհրդային միությունը։ Թե կարծում ես վախեցան մի 10,000 կամ 100,000 հոգի ցույց արեցին Ղարաբաղի հարցով, վախեցան քայքայվեց։ Բոլորն հասկացան, որ ստեղծվել է մի երկիր, որը լավագույն դեպքում իր լավագույն տարիները կորցրել է 30-ական թվականներին, որը չունի եւ չի կարող ունենալ համեմատական առավելություն։ Սրանք շատ լրջագույն կներեք արտադրության փիլիսոփայական մտքեր են։ Արժի խորել դրա շուրջը։ Ես չեմ պնդում, որ ես իրավացի եմ, բայց արժի խորել։ Պարոն շատ երկար կարելի է ձեզ հետ զրուցել, ցավոք մեր ժամանակը սպառվում է։ Ես կխնդրեի գնահատեիք շատ հակիրճ Սերժ Սարգսյանի քարոզարշավը։ Հայ, եթե ինքը այստեղ լիներ, կասեի, լավ չի, ամոթ, լավ չի։ Վերկաց ասա ինչ ես անելու։ Նախ վերկաց ասա, ինչի չստացվեց։ Երկրորդ, ասա ինչ ես անելու, երրորդ, երաշխիք տուր, որ երկրորդ անգամն էլ չի ստացվի։ Իսկան բան։ Պարոն Բագրատյան, այդ դուք շատ տոլերանտ եք։ Շատ։ Ձեր քարոզարշավի ժամանակ։ Ես առաջարկում ինձ այդ մոտիկից շփվել եւ դուք տեսնեք, որ ես շատ տոլերանտ եմ։ Ես հավատում եմ ձեր խոսքին եւ ինչ կցանկանայիք այդ դեպքում ձեր մրցակիցներին, քանի որ գիտեմ, որ շատ վատ բաներ չեք ցանկանում։ Բայց հաղթանակել չեք։ Ոյ 18-ին, չէ, շատ բան եմ ցանկանում, ինչ որ կպատահի 18-ին, ինչ ասեմ իրանց, որ անձնապես սրտերիդ մոտ մին ունեք ինչ որ կպատահի, մեծ հավանական է, որ հաղթողը դուք չեք լինելի, իմ հարգելի մրցակիցներ, թեթև կտանեք ինչ որ կպատահի 18-ին։ Գիտեք, ես հարց ունեի, որը թերևս արդեն ավարտին ենք մոտեցել, բայց կուզեի հնչեցնել։ Կա այնպիսի գնահատական, որ այս ընտրությունները մրցակցային չէին, որովհետև չկար ընդգծված ընդդիմադիր լիդեր, որը պատրաստվել էր տարիներ, ասենք ինչպես 96-ին Վազգեն Մանուկյանն էր, 98-ին Կարեն Դեմիրճյանն էր, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը եւ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն այս անգամ մի տեսակ նույնիսկ ընտրակաշառք չբաժանվեց, հա, հենց այն գաղափարախոսությունից ելնելով, որ իբրև թե մրցակցային չէ։ Դուք այս ընտրությունները համարում եք մրցակցային, թե ոչ մրցակցային։ Դիանա ջան, կաշառքները հաշվով լեհամբերի կարող է բաժանել, սպասի, շատ մի հաստատվում, որովհետեւ նրանք ահավոր մեծ սոցիալական նպաստներ են, ասելով վիճակով առանց դրա հնարավոր չէ էկոնոմիկան պատկերացնել, այլևս դե հիմա գիտեք ինչ կա մրցակցային, ինչ լիներ, որ մրցակցային լիներ, որ մեկն է կարողացել այսպես ծրագրեր ներկայացնել, որ մեկը, որ անգամ են ներկայացվել դրանք, հələ մի հատ ասեք ես տեսնեմ։ Իշխանությունները փորձին պատատել մտոնորդը ինչ լինի, մտոնորդը ինչ, այո, 2008-ին լավ մտոնորդ կար, պետք էր վերցնել իշխանությունը, չստացվեց, 96-ին թող վերցնեին, կարողանում էին, ինչ ասեմ, հիմա էլ ամեն ինչ կարող է, չգիտեմ ինչ էր կարող է լինել, այսինքն, գիտեք, երբ որ ասում են մրցակցային չի, եկեք իրականությունը տարբերենք նախանցից, հասկանում եք, օրինակ ես ինձ համար դիսկոմֆորտ եմ զգում, որ ասում են մրցակցային չէ, ինչու ես չեմ կարող մրցել Սերժ Սարգսյանի հետ։ Իդեպ հենց կոնկրետ ես նա ինձ մոտ աշխատել է, չէ՞ նախարար։ Աշխատել է 2-3 տարի, գուցե դա մտքում կարող է չէր կարողանում դա ներել։ Ստացել է ցուցմունքներ, ռանգներ, կանես այսպես, պետք է լինի այսպես։ Բանակը պետք է անի սա։ Հակատային պաշտպանությունը ստեղծում են այս զինատեսակները սա են, կառուցվածքը սա է, չէ՞։ Հիմա ինչ եք ուզում ասել, այսինքն ինչու հիմա չի կարող լինել մրցակցային։ Ինչ է անպայման, չգիտեմ, ինչ պետք է լիներ, որ լիներ մրցակցային։ Շարժման առումով, ասենք ընտրություններին նախորդել են հզոր հանրահավաքային շարժումներ։ Գուցե մենք արդեն մտնում ենք մի փուլ, որ այլևս պետք չեն հզոր հանրահավաքներ։ Գուցե այդպիսի փուլ ենք մտնում։ Վերջապես հանրահավաք չի, երբ որ իմ Facebook էջի ախվատ ինչպես է վերել։ Ինչպես։ Ախվատ։ Ընդգրկվածություն։ 165,000 մարդ էր երեկոյան։ 165,000 մարդ։ Հաշվեք ես նստացել Միրիկունը 165,000 հետ, գուցե չափազանցնում եմ, չգիտեմ, 165,000 հետ միտինգ եմ անում։ Դա չկար էսի 2008-ին, 2003-ին չկար, 96-ին միակ ձև ազատություն հրապարակ գալն էր,
Ինչ կարիք կա անդադ այսպես բան անել, չտեսնել այս փոփոխությունները։ Դուք ինքնիդ լսեք ինչ մեդիա եք, on-line ռեժիմով գնում եք, լսեք, գեղեցիկ նստած, հեչ կարիք չունեն, կարող են նստի ավտոբուսի մեջ, նստի ռեպորտաժը գրի։ Հասկանում եք։ Բաներ են Այսինքն փոխվել է, աշխարհն է փոխվել, տեխնոլոգիաներն են Ես գնահատական տղուր չեմ, մեդիա մասնակից չեմ, բայց փոխվել է, իհարկե փոխվել է։ Հենց հիմա այսօր գնամ մի հատ տող եմ գրում, 165,000 մարդ տեսնում են։ Հələ այսօր ավելացած կլինի, օրական 15-20,000 ավելանում է։ Այսօր ավելացած կլինի, ուրիշ ինչ անեմ։ Շատ շնորհակալություն, պարոն 165,000 ախվատը մեծ թիվ է։ Մեծ թիվ է դա հավան։ Բայց ուսի չլինի։ Ինչ կարիք կա, որ այս մարդը տասնյակ հազարներով գան ազատության հրապարակ, կամ չգիտեմ ինչ, կամ ես համերգ չեմ կազմակերպում, արվեստաբաններ մեծագույն արտիստներ ուզեցել են իմ հաշվով խոսել, ասել են ոչ, դա չպետք է լինի, մնացեք ծանր ձեր տեղում ձեր արվեստով։ Մի թեթևացեք։ Քաղաքականությունը, քաղաքական գործիչներն, ես դրա կողմնակից եմ։ Ոչ մի համերգ, լավագույն դեպքում կամ վատագույն դեպքում, ոնց կամարեք ես կնվագեմ։ Դուք որը կնախընտրեիք ժողովրդավար ընտրություններն թեկուզ ընտրվեր ձեր մրցակիցներից մեկը, թե ամեն դեպքում դուք ընտրվեիք։ Չէ, թող լավ ընտրություն լինի, ընտրվի։ Ես չեմ ուզում, եթե մեկը կարողանա ժողովրդավար ձևով ընտրվել, անկեղծ եմ ասում, ես ուրախ կլինեմ։ Եվ կշնորհավորեք։ Ես չէ, կոնկրետ Սերժ Սարգսյանին չեմ շնորհավորում, եթե նույնիսկ ընտրությունները բանել եմ, ես չեմ կարող ներել ցուցակները չփոխելու նրանց մոտեցում։ Ես ինձ թույլ չեմ տա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում էինք եւ մեր հյուրն էր Հրանտ Բագրատյանը։ Հաջողություն մաղթենք նրան եւ ցտեսություն։ Ցտեսություն։